Տիկին Սողոյան, կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, այսօր նստացույցի երկրորդ օրն է եւ երեք պարզ դարձավ, որ Դավիթին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Մի փոքր մանրամասնեք այդ գործընթացի մասին եւ ինչպես է իր առողջական վիճակը այս պահին գնահատվում։ Քանի որ գործով ներգրաված փաստաբան չեմ, ուղղակի որպես մտահոգ քաղաքացի, որպես նմանատիպ գործերով զբաղված մարդ եմ գալիս այստեղ աջակցությունս հայտնելու Դավիթի ընտանիքին եւ իրեն աջակցողներին, այս քաղաքական հետապնդման շրջանակներում ցավոք սրտի շատ վաղուց չէր, որ նմանատիպ խնդրով ինքս էի այստեղ ակցիայի որպես մասնակից մեկ այլ վստահորդի Արսեն Ղուկասյանի դեպքով ու այստեղ շատ ցավալիորեն նմանատիպ զուգահեռներ եմ տեսնում, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդուն բարի ուղիղ իմաստով խոշտանգում են եւ գնում են քաղաքական եւ իրավական արկածախնդրության իրապես ռիսկի տակ դնելով մարդու կյանքը ու այս դեպքում 18-ամյա երիտասարդի կյանքը նման մոտեցումը անընդունելի է ու կապ չունի թե ինչքան խառը ժամանակներում ենք ապրում երբ որ կան այսպես ասած համընդհանուր կանոններ եւ կարմիր գծեր համոզմունքս է որ դրանք պետք է պահպանվեն Դավիթին ինչքանով որ փորձում եմ հետաքրքրվեմ ծանոթներից հասկանում եմ որ իրապես վիճակը լավ չէ ու այդ խնդիրը համադրված այսինքն եւ առողջական սկզբնական դրությունը համադրված այն հարվածի հետ որ ինքը ստացել է ես չեմ ուզում մասնագիտական այլ դիրույթ գնալ, բայց ինչ որ գիտելիքներ ինձ հուշում են, որ կարող են նաև շատ ծանր հետևանքներ ունենալ։ Դավիթի այդ դրությունը անվասայլակով տեղափոխել եւ այլն, սա ոչ միայն խոշտանգում է առողջական իմաստով, նաև սա ուղիղ անձի պատվի ու արժանապատվության ոտնահարում է։ Այս դեպքում ուղղակի իշխանությունները եւս մեկ անգամ մարդկանց սարսափեցնում են, ահաբեկում են, որ հանկարծ չփորձեն թեկուզ թարս հայացք նետել ֆյուրերի ուղղությամբ, եթե կարող եմ այսպես ասել, էլի։ Այս ապարատը, այս բռնաճնշումները գնալով ավելի ու ավելի սաստիկ են դառնում ու չեն ճանաչում որևէ հանգամանք, ոչ առողջական դրություն, ոչ սեր, ոչ տարիք, ոչ մի հանգամանք։